Պարոն Հարությունյան, դուք Մայր Հայաստան կուսակցության կողմից առաջադրվել եք, գլխավորում եք կուսակցության նախընտրական ցուցակը վաղ շաբաթի թիմ ընտրություններում, ինչպես եք գնահատում ձեր շանսերը, ինչու եք առհասարակ մասնակցում այս ընտրություններին եւ ում եք տեսնում ձեզ որպես հիմնական մրցակից։ Ուրեմն Մայր Հայաստան կուսակցությունը գլխավորում եմ ես։ Մեր որոշումը մենք կայացրել ենք թիմային, իհարկե մեր կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի առաջարկով։ Ուրեմն ընդհանուր իրավիճակը մեր իրավիճակը գնահատում եմ լավ։ Մենք մրցակիցների ոչ մեկի ուժը չենք թերագնահատում, բայց մենք եթում ենք միմիայն հաղթանակի։ Իսկ ձեր կարծիքով եկեղեցու եւ իշխանության միջև այս փոխհրաձգությունը ինչ ազդեցություն կունենա, արդյոք վաղաշաբաթին ավելի խոցելի չէ այս հարցերում։ Մենք ավելի զգայուն, քանի որ այսպես հասկանալի է, որ հարցը շատ ավելի համահայկական տիրույթում է եկեղեցու, բայց վաղաշաբաթին արդյոք ավելի զգայուն չէ այս հարցում։ Մենք մեր ամբողջ թիմով արել ենք ստորագրահավաք ի աջակցություն հայ առաքելական եկեղեցու, ասեմ ձեզ, որ 99%-ը բոլորը կանգնած են եկեղեցու կողքը։ Իսկ ընտրություններին իշխանության այդ քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ իր հետքը կթողնի մասնակիցների քվեարկության վրա։ Չեմ կարծում, որ ընտրությունների վրա հետք է թողելու այդ ամեն ինչը, եւ մենք մեր թիմով բոլոր ընտրողներին կոչ ենք անում անտարբեր չլինեն, միանան ընտրություններին, թող ընտրեն իրենց վաղվա ապագան։ Ասեք, մենք ունենք նախադեպեր, որ ընդդիմադիր համայնքապետերը կալանավորվում են, դուք չեք վախենում կալանավորվելուց, եթե հանկարծ հաղթեք։ Միանշանակ չեմ վախենում, որովհետև ես այնպիսի արարք չեմ անում, որը որ պիտի տանի դրան, որ ես պիտի կալանավորվեմ, իսկ այդ ձեր ամեն ինչ, ձեր ասածը մենք հաշվի առել ենք այս ամեն ինչին գնալուց առաջ, միանշանակ չենք վախենում։ Եվ որ ուժերի հետ եք պատրաստվում համագործակցել, որ ուժերի հետ բացառում եք այդ համագործակցությունը։ Ուրեմն բացառում ենք այն ուժերի հետ մեր համագործակցությունը, դա մեր համար կարմիր գիծ է, ովքեր սատարում են ՔՊԻ-ին, իսկ այն ուժերը, որոնք իրապես ընդդիմադիր են, մեր համագործակցությունը չենք բացառում։ Եվ հաղթելու դեպքում ինչպես եք պատրաստվում աշխատել որպես ընդդիմադիր քաղաքապետ կենտրոնական իշխանությունների հետ։ Միանշանակ ասեմ ձեզ, մենք հաղթելու դեպքում մենք աշխատելու ենք, փորձելու ենք օրենքի սահմանում մեր շփումը իշխանության հետ եւ խնդիր չեմ տենում, էլի, մենք ոչ մի խնդիր չենք ունենալու։ Ամեն ինչ անելու ենք օրենքի սահմանում, բնականաբար օրենքից դուրս ոչ մի քայլ։ Իսկ որ ուժերին եք տեսնում մրցակից, որ ավելի բարձր շանսեր ունեն կամ հավասար են ձեզ։ Ճիշտն ասած, ես չեմ կարող այդ ձեր հարցին այտենց կոնկրետ պատասխանել, որ ուժերին եմ, մեզանից բարձր ոչ մի ուժ չեմ տենում։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։